Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Բորիս Ռաֆիկի Օզմանյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Բորիսն ազգությամբ եզդի էր, ծնվել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում 1996 թվականի դեկտեմբերի 4-ին։ Երկու եղբայր մի քույր էին, եղել է ճարպիկ, գործի մեջ արագաշարժ, բայց համեստ ու խելացի։ 2003 թվականին գնացել է առաջին դասարան, սովորել է գյուղի Գառնիկ Գառնիկյանի անվան դպրոցում։ Լավ սովորող է եղել, սակայն սովորել է մինչև 8-րդ դասարան, որից հետո մինչև բանակ զորակոչվել է, զբաղվել է ընտանեկան գործերով, օգնել ծնողներին ամեն ինչում։ Իրեն փորձել է նաև սպորտում, մի կարճ ժամանակ հաճախելով բռնցքամարտի, ապա սիրել է համակարգչային գործ։ Բանակ զորակոչվել է 2015 թվականի հունվարի 21-ին, Արցախ, Ջեբրայիլ։ Բանակ ճանապարհելիս ազգականները, հարազատներն ու ընկերներն իրենց ստորագրություններն էին դրել կոնյակով լի շշի վրա, որ Բորիսի մայրը պահեր մինչև վերջինիս զորացրվելը, որ բոլորով նորից հավաքվեն ու բացելով այն, խմեն նրա վերադարձի կենացը։ Ծառայել է սիրով և անտրտունջ, Արցախը շատ էր սիրում, ասում են և հրամանատարներն են նրան շատ սիրել, և ընկերները։ 1 տարի 5 ամսվա ծառայող էր, երբ սկսվել է ապրիլյան պատերազմը։ Վերջին անգամ Օդնոկլասնիկ կոչվող սոցցանցի իր էջում եղել է 2016 թվականի ապրիլի 1-ին և արել իր վերջին գրառումը։ Դու մի տխրի անուշ մամա, կյանքը այսպես չի մնա, նորից ամառ կգա, զինվոր բալետ, տուն կգա։ Որն էլ դարձավ հուշ և ծխանի ծուխ հարազատների համար։ Վերջին անգամ տանեցիները նրա ձայնը լսել են ապրիլի 1-ին, զանգել, ասել է՝ ես լավ եմ, դիրքեր ենք բարձրացել, այստեղից զանգելու հնարավորություն չկա, հենց հարմարեցնեմ, էլի կզանգեմ։ Վատ չէր լինի, հերոս ջան, բայց ուր է, ծնողներդ, քույրդ ու եղբայրդ մնացին զանգից սպասելով։ Նրա մաթեմատիկայի ուսուցչուհին հիշում է, որ երբ մեկ-մեկ պատահում էր, որ նրա ծնողները տանը շատ էին զբաղված լինում, մաթեմատիկայի դասերը դպրոցում միասին էին անում։ Ասում է, թե շատ ծնողասեր էր, երբ առաջարկում էր, որ մի քիչ երկար պարապեն, Բորիսն ասում էր, բա պապայիս ով օգնի։ Պատերազմի ժամանակ նրան թշնամին գերի էր տարել ու սպանել։ Նա այն 18 խոշտանգվածների մեջ էր, որոնց մարմինները հակառակորդը հայկական կողմին է հանձնել ապրիլի 10-ին։ Նրա համար ամբողջ գյուղն էր անհանգիստ։ Հարազատները մի քանի օր լուր չեն ունեցել նրանից։ Այդ օրերին նրա հորաքույրը պատահաբար մի տեսանյութ է տեսել ու հանկարծ գոռացել, որ Բորիսի ձայնն է տեսանյութում լսվում։ Այնուհետև տեսանյութում ցույց են տվել կապկպված մի երիտասարդի, որ ենթադրաբար երևի Բորիսն է ու գերի է ընկել։ Ամեն դեպքում ձայնը շատ նման է եղել նրա ձայնին։ Նրա հորեղբայրը Վազիրը պատմում էր կոտրված տոնով. ամսի 3-ի գիշերը մենք իմացել ենք, որ Բորիսը վիրավոր է։ Շտաբ գնացել ենք Ղարաբաղ, բայց երբ զանգեցինք առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու, հեռախոսին պատասխանեց մի թուրք ու ասաց ինձ, որ ձեր զինվորն էլ չկա, սպանել ենք։ Դե եկ խենթացած ծնող,
մի խելագարվիր։ Փառք մեր հերոսի հիշատակին և խոնարհումս նրա շիրիմին։ 7 ամիս էր մնացել նրա զորացրվելուն։ 7 ամիս։ Թվում է այնքան քիչ ժամկետ է 2 տարվա համեմատ, բայց արի ու տես այդ 7 ամիսը դարձավ ցավի ու դառնության հավերժություն։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ, սակայն նրանք ևս ընկել են հարվածի տակ։ Նրանց օգնության են հասել 5 սպաներ։ Բարձունքի պաշտպանության ժամանակ մարտնչելիս քաջաբար հավերժացել են մեր հերոս Բորիս Օզմանյանը, Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Նևսիսյանը, Ժորա Եսայանը, Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը և Անդրանիկ Գրիգորյանը։ Փառք ու խոնարհում նրանց հիշատակին։ Հերոս Բորիս Օզմանյանի անունով այսօր դասարան կա այն նույն դպրոցում, որտեղ ինքն է սովորել։ Սովորաբար աշակերտները միշտ ու բոլոր տեղերում սիրում են աղմկել, բայց այդ դասարանում չկա աղմուկ, հանգիստ է, խաղաղ և ակնածանք կա այնտեղ, քանզի այդ դասարանը հերոսի դասարան է ու ոչ թե չի կարելի աղմկել այնտեղ, այլ կա հերոսի հանդեպ սեր, հարգանք ու պատկառանք և այնտեղ դաս են անում բարձր դասարանի աշակերտները։ Նրա անունով կա նաև հուշաքար ու այն կոնյակը, որի վրա բոլոր բարեկամների ու ընկերների ստորագրություններն էին, այդպես էլ փակ մնաց ու այն հիմա դրված է հերոսի հուշանկյունում։ Հերոս ջան, ախր մարդիկ քո վերադարձի կենացը խմել են ուզում, ախր ստորագրություններն էլ քեզ են սպասում, որ վկան դառնան քո վերադարձի։ Դե եկ, բացիր քեզ պատկանող այս կոնյակի շշի բերանը, որ հոսի այն բաժակից բաժակ, խմենք կենացը քո վերադարձի ու փոքր-ինչ արբած այդ կոնյակի հոտ ու համից մի լավ քեֆ անենք։ Բայց ցավոք այդ ճիշտն այդպես էլ փակ կմնա։ Նա հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիություն և Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Խոնարհումս նրա վառ հիշատակին։